Բարի երեկո սիրելի հեռուստադիտող 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր մեր տաղավարում հյուրընկալել են պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին։ Պարոն Մելքոնյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Մելքոնյան, Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը շարունակվում է եւ երկու կողմերից հնչող հայտարարություններն էլ ոչ մի լավ բանի մասին չեն խոսում։ Ամեն դեպքում Թրամփի վերջին հայտարարությունները ոչ մի հույս չեն տալիս, որ հնարավոր է ինչ-որ բանակցային փուլի հասնենք։ Ամեն դեպքում առաջնային տպավորությունն այդպիսին է։ Այդ հայտարարություններից դուք այդպիսի տպավորություն ստացել եք։ Տեսեք, ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ աշխարհը հիմա գտնվում է պոստմոդեռնիստական երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որի խաղի օրենքները մի փոքր այլ են, եւ եթե նայենք աշխարհի տարբեր տեղերում տեղ են ունենում պատերազմներ, ֆինանսական պատերազմներ, ուղիղ պատերազմներ եւ այլն, եւ այս տարածաշրջանում իմ կարծիքով բալանսը, հավասարակշռությունը փլուզվեց 2020 թվականի Արցախյան պատերազմով եւ հիմա ես այսպեսի կարծիքի եմ հանգել, որ աշխարհը չգիտակցելով քանդեց այն անվտանգության, ստաբիլության գործոնը, որը ապահովում էր այս տարածաշրջանի անվտանգությունը։ Ընդ որում աշխարհի մի հատվածը գիտակցելով քանդեց, իսկ մյուս հատվածը ուղղակի пассив հայեցողական դիրք որդեգրեց, տեսնելով այդ ամբողջը։ Եվ ակնհայտ էր, որ Արցախը միայն սկիզբն է, ավելի լայնամասշտաբ հետագա գործողություններ։ Եվ 2020 թվականը այդ իմաստով նաև ինչով էր կարևոր, որ տարվա սկզբին Ամերիկայի նախագահի էլի Թրամփի, բայց նախորդ կառավարման ժամանակ սպանվեց իրանցի հայտնի գեներալ Սոլեյմանին, որը շատ կարևոր դերակատարում ուներ ինչպես ռազմական, այնպես էլ ստրատեգիական, այսպես ընդհանուր պլանավորման մեջ։ Եվ դրանից հետո մյուս գործողությունները Սիրիայի անկումը, Իրանի նախկին նախագահի եւ արտգործնախարարի ուրեմն տարօրինակ մահը եւ այլ գործոններ խոսում են այն բանի մասին, որ Իրանի շուրջ օղակը սեղմվում է եւ Իրանը կարծում եմ հերթական օղակն է այդ մեծ գլոբալ պատերազմի, որից հետո ուրեմն Չինաստանի հանդեպ տնտեսական լուրջ պատերազմի սկիզբն է լինել, որտեղ նավթի հետ կապված տատանումները էականորեն նաեւ ազդելու են Չինաստանի վրա, ինչպես պնդում են վերլուծաբանները, եւ այս համատեքստում Իրանի հանդեպ գործողությունները սպասված էին, ուղղակի կար այսպես երկվություն։ Առաջինը մասնագետները, այդ թվում վերլուծաբանները ամերիկյան կանխատեսում էին, որ Իրանի հանդեպ գործողությունները շատ հեշտ չի լինելու Ամերիկայի եւ Իսրայելի համար, երկու այսպես հիմնական հիմք կա դրա հետ կապված։ Առաջինը Իրանի կառուցվածքը, պետական տրադիցիան եւ պետական հասարակական կառուցվածքը, գաղափարական հենքը եւ այլն, եւ հիմա այս անցնող օրերին մենք տեսնում ենք, որ Իրանում շուտապույտ հասարակական պառակտվածություն, ճեղքում, իշխանության տապալում, չնայած գերագույն հոգեոր ուրեմն առաջնորդի սպանությանը տեղի չունեցավ։ Եվ երկրորդը, որ Իրանը այնուամենայնիվ իմ կարծիքով դրսևորում է այսպես մերձավոր արևելյան ասպետի հատկություններ, չհանձնվելով եւ կիրառելով իր ողջ զինատեսակները, որոնց մի մասը ենթադրում են, որ միգուցե եւ այդքան էլ հայտնի չէր եւ իրենց էֆեկտիվությունը միգուցե այդքան էլ հայտնի չէր։ Նորություն էին։ Եվ տեսեք Իրանի արտգործնախարարի հարցազրույցը շատ հետաքրքիր վերջին իր հարցազրույցը 2 օր առաջվա, որ ասում է մենք մեր արժանապատվության հետ կապված առևտուր չենք անում։ Մենք մեր արժանապատվությունը սակարկման առարկա չենք դարձնում։ Սա իրոք կարելի ասել արևելյան ասպետականության ինչ որ դրսևորում է եւ Իրանը փաստորեն պայքարում է այդ բոլոր ուժերի դեմ։ Այսինքն վաբանկ են գնում, պարոն։ Ես ենթադրում եմ, որ այո, եւ այլ տարբերակ չկա էլ։ Վաբանկի այլ տարբերակը դա ոչ արժանապատիվ խաղաղությունն է, Իրանի փլուզումն է, տարբեր տեսքով եւ ֆիզիկական եւ այլ։ Դրա համար ես կարծում եմ, որ ընտրված է այս տարբերակը եւ կան նախադեպեր, Սիրիայի նախադեպը եւ այլ, տեսնում են թե ինչ է լինում այսպես կոչված արևմտյան
ժողովրդավարության հետ համագործակցության արդյունքում Լիբիայի օրինակը եւ այլն։ Այսինքն այժմնալի բախումների անվերջանալի Ես կարծում եմ, որ այն ակնկալիքը, որ ուներ ամերիկա-իսրայելական կոալիցիան, շատ արագ բլիցկրիգ եւ այլն, գոնե հանդիպել է որոշակի դժվարություններ։ Իհարկե պետք չէ թերագնահատել աշխարհի թիվ 1 գերտերության, բայց հանդիպել է որոշակի արդեն դժվարությունների եւ փաստորեն Իրանում շատ արագ իրենց պլանավորած սցենարը մի մասը գոնե հիմա չի իրականանում եւ նաեւ այստեղ կա սիմվոլիկ որոշակի տարեր, որ հասարակությունը ի պաշտպանություն իշխանության, հոգեվոր իշխանության ոտքի կանգնեց, իսկ հասարակության ընդդիմադիր հատվածները կամ այն ինչ որ պլանավորում էին արևմտյան ուժերը, այսպես կոնսոլիդացիա դեռ մինչև այս պահը չկա։ Մենք տեսնում ենք Թրամփի հայտարարությունը, որ մենք խփում ենք ձեր իշխանությանը, ոչնչացնում ենք, իրանցի ժողովուրդ դուրս եկեք եւ տեր կանգնեք ձեր ժողովրդավարությանը, հա, այս ստանդարտ հայտարարությունները դրանք փաստորեն էֆեկտիվ չեն եղել եւ կարող ենք դիտարկել, որ արևմտյան ամերիկյան հայտարարությունները արդեն որոշակի հակասություններ իրենց մեջ պարունակում են, որ երբ կդադարեցնեն պատերազմը, որը կլինի դրա գինը, սկզբից ասում էր կապիտուլյացիա Թրամփը, հետո այլ ձևակերպումներ, հանձնվեք կամ մահը, հանձնվեք կամ մահ, Իրանը վերջացած է, մենք ամեն ինչ ոչնչացրել ենք, կամ քարտեզը փոխելու ենք հետաքրքիր է, որ ասում ենք ամեն ինչ ոչնչացրել ենք, Իրանը էլ ոչ մի բան չունի, այդ խոսքից 5 րոպե հետո ասենք Քուվեյթում ինչ որ բան է պայթում կամ մեկ այլ հատվածում, կամ եվրոպական երկրները ավիակերներով հասնում են օգնության։ Այնպես որ ես կարծում եմ, որ Իրանը արևելքում, Մերձավոր արևելքում իրոք տարբերվող պետություն է իր բոլոր յուրահատկություններով, այնպես որ այն խորհուրդները, որ ամերիկացի վերլուծաբանները տալիս էին ամերիկյան իշխանություններին, ինձ թվում է ավելի ճիշտ են դուրս գալու եւ նաեւ այստեղ մի կարեւոր հանգամանք կա Թրամփի իմիջը որպես խաղարարի զգալիորեն երերաց, որովհետեւ խաղարարը փաստորեն դարձավ առաջին պատերազմի առաջին օրերին 200-ից ավել աշակերտների մահվան պատճառ, այո, դպրոցի բանի ռմբակոծման եւ այլն եւ հիմա փաստորեն Մերձավոր արևելքում մահերը դրանք ավելի շատ վիճակագրության են վերածվել, քան անձնական ողբերգությունների, այսպես փաստագրման եւ այդ ոճով խաղաղություն եւ խաղարարար բնականաբար չի լինում եւ կարծում եմ որ Նոբելյան խաղաղության այսպես մրցանակը եթե տրվի Թրամփին երբևիցե, ապա այդ մրցանակը լիովին կարժեզրկվի։ Պարոն Մելքոնյան, անդրադառնանք թուրք-ադրբեջանական գործոնին։ Նախիջևանի շատերի բնորոշման բեկմականացված դրոնի հարձակումը, դրանից հետո Ադրբեջանի իշխանությունների մարտական, այո, տրամադրված հայտարարությունները Իրանի վրա կոպիտ ասած մատ էին թափ տալիս։ Երեք Փեզեշքյանը զրուցում է Ալիևի հետ եւ կարծես թե ադրբեջանական կողմը որոշակի հետ քայլի, այո, դրսևորումներ է ունենում։ Իրականում, ինչպիսին է Ադրբեջանի դերը ու արդյոք, ինչպես շատ վերլուծաբաններ են ասում, ի վերջո արևմուտքը ստիպելու է Ալիևին վճարել Արցախի համար։ Տեսեք, հարցը մի քանի տեսանկյունից փորձենք դիտարկել, Նախիջևանի նկատմամբ Իրանի հարձակումը կարծում եմ բավական հեռու է Իրանի շահերի տրամաբանությունից, որովհետև նրան ընդհանրապես ձեռնտու չէր հարվածել Նախիջևանին եւ այստեղ կա իրավական մի հանգամանք, որի մասին խոսել եմ, որ ըստ 1921 թվականի Կարսի պայմանագրի Նախիջևանի վրա երրորդ երկրի արձակման պարագայում Թուրքիան պարտավոր է ռազմական աջակցություն ցույց տալ, այսինքն նա ով հաշվարկել էր հարվածել Նախիջևանին, փաստորեն մի փամփուշտով երկու նապաստակ էր փորձում որսալ, որովհետև անմիջապես պատերազմի մեջ պետք է ներգրավեր եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Եվ հաշվի առնելով Իրանի պաշտոնական հայտարարությունը, որ իրենք հերքեցին, որ իրենք չեն հարվածել, հաշվի առնելով, որ Իրանի դեմ պայքարում են աշխարհի մեծագույն, հզորագույն հատուկ ծառայությունները, որոնք կարողացել են իսրայելականը, բրիտանականը, ամերիկյանը եւ այլն, որոնք կարողացել են հետևել գերագույն հոգեվոր առաջնորդի տեղաշարժին, կարողացել են ներթափանցել Թեհրանի լուսացույցերի սիստեմի մեջ եւ տեսնել այդ տեղաշարժը եւ այլն, ես չեմ կարծում, որ պետք է լիովին բացառել, որ այդ նույն ուժերը կարող են նաեւ հասանելիություն ունենալ իրանական, այսպես որոշակի հրթիռների կամ անօթաչուների արձակման կայանին եւ
անել այդ իր Ադրբեջանի նկատմամբ հարձակում։ Ընդ որում տեսեք, ոչ թե հարվածում էին, չգիտեմ, Գանձակին, Բաքվին կամ օկուպացված Արցախի տարածքում գտնվող որոշակի հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքներին, օդանավակայաններին եւ այլն, այլ հարվածում են Նախիջևանին, որ անմիջապես, ինչպես ասացի, Թուրքիային հրավիրեն փաստորեն պատերազմի մեջ։ Այնպես որ առաջին իսկ բայից ակնհայտ էր, որ այստեղ ամեն ինչ հստակ չի եւ այստեղ պրովոկացիայի այսպես որոշակի չափաբաժինը ակնհայտ։ Երկրորդ հանգամանքը, տեսեք, իմ կարծիքով Իրանը եւ Ադրբեջանը հիմա գտնվում են այսպես փոխադարձ ինքնազսպման ռեժիմում։ Երկուսն էլ իմ կարծիքով ուզում են ինչ որ մի պահի ներգրավել ակտիվ միմյանց հանդեպ գործողությունների մեջ, այսինքն հարձակվել միմյանց վրա կամ հարվածել, եւ բացատրեմ թե ինչու։ Ուղղակի զսպող գործոնները դեռևս աշխատում են, բայց այն որ նրանք գտնվում են այդ ռեժիմում, որ ամեն պահի կարող է այս լռությունը միանգամից փլուզվել եւ սկսվի ավելի ակտիվ փուլ, դա կարելի է կանխատեսել եւ բացատրեմ ինչու։ Իրանը քանից հայտարարել է, որ տարածաշրջանում հրեական, իսրայելական ներկայություն կամ արևմտյան իր համար անցանկալի է եւ ակնարկները այն են, որ Ադրբեջանում կարող են լինել նմանատիպ ներկայության ինչ որ տարեր։ Այո, երեկվա հայտարարությունը զինված ուժերի Իրանի, որ կոչ են անում մուսուլմանական Ադրբեջանին իրենց տարածքից դուրս անել իսրայելական որոշակի ուժերի կամ ինչ որ կառույցների եւ այլն, դրա մասն է խոսում։ Եվ Իրանի ստրատեգիան այն է, որ հարվածեն այնտեղ տարածաշրջանի այն երկրներին, որտեղ կան արևմտյան, ամերիկյան կամ իսրայելական ներկայություն։ Հիմա այդ պատճառով է հրետանակոծվում, հրթիռակոծվում, ասենք, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը եւ այլն եւ այլն, եւ այս կոնտեքստում Ադրբեջանի հանդեպ Իրանի այսպես ագրեսիվ հարձակումները կարող են ունենալ հիմք։ Երկրորդը Ադրբեջանի պարագայում ինչ է, Ադրբեջանը անսքող ունի ծավալապաշտական նպատակներ Իրանի հանդեպ, այսպես կոչված հյուսիսային հարավային Ադրբեջանների կոնցեպտը, ըստ որի Իրանի մի հատված, Ատրպատական նահանգը, այո, որտեղ թյուրքախոս, ուրեմն իրանցիներ են բնակվում կամ ազերի կոչված ժողովուրդը, Ադրբեջանը ներկայացնում է որպես իր պատմական հայրենիք, որ նա հյուսիսային, հարավային եւ այլն պետք է իրար միավորվեն, չեմ Արաքս գետը բաժանում է երկու հայրենիքներ եւ այլն, եւ ակնհայտ է որ Իրանում նաեւ կան այսպես հստակ պանթյուրքիստական կառույցներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, եւ ակնհայտ է որ Իրանի թուլանալու պարագայում, երերալու պարագայում Ադրբեջանը լինելու է առաջին պետություններից մեկը, որը փորձելու է ցամաքային ագրեսիա իրականացնել Իրանի նկատմամբ, որովհետեւ դա իր կարևոր ստրատեգիական, գաղափարական հիմքերից մեկն է, եւ այս կոնտեքստում է նաեւ կարևորվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը պետք է այսպես միավորող գործոն խաղա, գործոնի դեր խաղա Նախիջևանի, Թուրքիայի, Ադրբեջանի, նաեւ այդպես հարակից թյուրքախոս տարածքների եւ այլնի նկատմամբ։ Եվ այստեղ մի հատ ուղակի մեջ մի այսպես շեշտադրում անեմ, որ թրիփը այսպես կոչված, հա, Թրամփի խաղաղության ուղին, չնայած Թրամփ եւ խաղաղություն մի քիչ արդեն այդ բառերը իրար կողքնելը մի քիչ դժվար է, բայց այնուամենայնիվ այդ Թրամփի ուղին հենց իրական նպատակը մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմի համար Իրանի մեկուսացումն է, թուրք-ադրբեջանական կողմի համար իրենց դարավոր երազանքը, մնում է միայն մտածել, թե Հայաստանի համար դա նշանակությունը որն է, իշխանությունները ներկայացնում են որպես տնտեսական մեծ շահույթ ապահովող ծրագիր, որի հավաստիությունը մեծապես կասկածի տակ է։ Այնպես որ տեսեք, եթե թրիփը, ասենք, կյանքի կոչվի կամ կյանքի կոչված լիներ, ապա եթե Իրանը հրթիռակոծում է Դուբայում ինչ-որ շինություններ, ասելով որ այդտեղ ամերիկյան ներկայություն կա, ըստ թրիփի պայմանագրի, չգիտեմ, 76% կամ 74% ամերիկյան է, կարող է թրիփը ընկալվել որպես բնական թիրախ Իրանի համար, իհարկե կարող է, եթե Դուբայը ընկալվում է, ապա իր հարևանությամբ ինչ որ կասկածելի ճանապարհ միջանցքը բնականաբար կարող է ընկալվել ու ընկալվել։ Այնպես որ Ադրբեջանի շարժառիթները նույնպես
ակնհայտ կան, ինչ վերաբերում է վերջին այսպես զրույցներին, հեռախոսազրույցներին, դրանք այդ ստաբիլությունը ինչ որ ապահովելու են միտված եւ միևնույն ժամանակ իրենց այսպես կարմիր գծերը եւս մեկ անգամ Իրանը հայտարարելու համար էր նաեւ դա արվում եւ վերջինը շատ արագ Ադրբեջանը, որ զորքերը բերել է մարտական պատրաստվածության աշճան եւ այլն, այստեղ մի կարևոր իմիջային կետ կա, որի վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք, եթե հիշում եք Նախիջևանի այդ հրթիռակոծությունից հետո Իլհամ Ալիևը հայտարարություն արեց, ասելով, որ Իրանը չպետք է մոռանա երկաթե բռունցքը ադրբեջանական, որով իրենք դաշնամիների գլուխներն են ջարդում եւ այլն, իսկ երկաթե բռունցք այդ սիմվոլը ի հայտ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո, որով պարբերաբար մեզ սպառնում է։ Այո, եւ հիմա Ադրբեջանի տարբեր քաղաքներում կա երկաթե բռունցքի արձաններ դրված, իսկ դա իրենց սիմվոլն է, իմիջային, ու Իլհամ Ալիևը փաստորեն իր պետության կերպարը նոր իմիջը, հա, այսպես ագրեսիվ, պատժող, նաեւ կառուցել է Արցախյան պատերազմի հետևանքով ու դրանով փաստորեն սպառնում է նաև Իրանին, այսինքն այստեղ անմիջապես ի հայտ են գալիս եւ ռազմական եւ իմիջային եւ ինչ որ գաղափարախոսական տարեր երկու պետությունների կողմից։ Իհարկե Թուրքիային այս պայն ձեռնտու չի լինի, որ Ադրբեջանը ներքաշվի պատերազմի մեջ, որտեղ ինքն էլ որոշակի պարտավորություններ ունի եւ Շուշիի հռչակագրով եւ այլն, բայց այնուամենայնիվ այսպես պահպանվում է խարխուլ, փխրուն, ուրեմն խաղաղություն կամ ստաբիլություն, որը ամեն պահի, քանի որ փխրուն է, ամեն պահի կարող է դա այլևս այսպես չեղարկվել, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հավակնությունները թուլացած Իրանի պարագայում ցամաքային օպերացիա անել, դա շատ հավանական է, օրինակ Թուրքիան քննարկում է, որ եթե հանկարծ Իրանում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, իրենք պետք է թուրք-իրանական սահմանին բուֆերային գոտի ստեղծեն, մտնեն, ինչպես Սիրիայում էին մտել մոտ 30 կիլոմետր, մտնեն, որ իբրև թե կանխեն փախստականների անկանոն ներհոսքեր Իհարկե դրա փորձ ունեն եւ Սիրիայում են արել եւ Իրաքում են արել եւ այլն, այնպես որ այս տարածաշրջանը շարունակում է մնալ այսպես լարված, արևելքը միշտ լարված է եւ աշխարհի մեծ տերությունների շահերը գալիս բախվում են արևելքում, սա դրա հերթական արարներից մեկն է։ Մենք մտահոգված ենք տարածաշրջանում եւ մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող վտանգավոր իրողություններով, բայց տեսեք Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին հումանիտար միջանցք կարելի ասել, այո, հումանիտար ճանապարհ են առաջարկում։ Սա Իրանի կողմից ինչպես է ընկալվելու, արդյոք չի ընկալվի որպես ճշնամական քայլ, պարոն Մելքոնյան։ Տեսեք, եթե դա իրոք հումանիտար է, որովհետեւ հարցը այսպես նրբերանգներ կան, որոնք գոնե հրապարակային հայտնի չեն, եթե հումանիտար է, այստեղ Իրանից զատ մենք խնդիրներ կարող ենք ունենալ, ինչու։ Եվս մեկ անգամ հարցադրումներ կարող ենք ունենալ իշխանություններին, որ հումանիտար միջանցք են ուզում տրամադրել մի պետության, որը հումանիտար միջանցք չտրամադրեց Արցախին այդ երկար ամիսներ տևող ըստ էության բլոկադայի եւ սովամահության պարտադրման ժամանակ հումանիտար միջանցք մի պետությանը, որը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ ընդհանրապես արցախյան շարժումը համարում է նացիզմ եւ ասում է, որ նացիստներից ավելի Իլհամ Ալիևը ասում է, որ Բաքվում պահվող հայ գերիները նացիստներից ավելի վատն են իր հարցազրույցներում, այսինքն համեմատում է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ավելի վատն են, քան Հիտլերը կամ Գեբելսը։ Հիմա այդ պետությանը հումանիտար միջանցք, սա գիտեք ոչ թե այս իշխանությունների ինչ որ խելացի դիվանագիտության կամ բարի կամքի դրսևորումն է, այլ իմ կարծիքով վախկոտի սինդրոմի շարունակությունն է, հավաքական այսպես իմաստով, եւ արդյոք այդ միջանցքը միայն հումանիտար նպատակներով է կիրառվում։ Գոնե ընդհանուր բովանդակություն է ներկայացնում, այդպեսին է։ Նայեք, շատ հստակ է, եթե նայենք քարտեզին, ուրեմն Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապի միջոց չունի։ Դրա համար են երազում այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Հիմա ցամաքային ճանապարհը Իրանով է անցնում, Արաքսի մյուս կողմով, որը երբեմն այսպես դառնում է վտանգավոր, երբեմն ոչ, այսօր առավոտը կարդացի, որ վերականգնվել են այդ բեռնափոխադրումները Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան,
մի պահ կարող են ընդհատվել եւ այլն եւ այլն, բայց նաեւ Թուրքիան ցամաքային սահման Ադրբեջանի հետ չունի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային կապը կրկին այդ Նախիջևան, այնուհետեւ հայկական Սեպ, հետո Ադրբեջան այդ տարածքում է գտնում։ Հետևաբար պատերազմական այս իրավիճակում, եթե Ադրբեջանին Իրանը զգուշացնում է որոշակի այսպես ագրեսիվ ռետորաբանությամբ, արդյոք Ադրբեջանը այդ հումանիտար ճանապարհը օգտագործելու է միայն ալյուր եւ բրինձ տեղափոխելու համար, թե այլ, եւ դա տալը Ադրբեջանին այս պահին, բացի վախկոտության սինդրոմից, կարող է նաեւ որոշակի արկածախնդրության տարեր իր մեջ պարունակի եւ փաստորեն բնական այսպես ագրեսիա առաջացնի այդ քայլի նկատմամբ Իրանի կողմից, դա չի կարելի բացառել։ Ուղղակի կապված է տարբեր մանրամասնությունների եւ այսպես նյուանսների հետ, բայց ընդհանուր առմամբ մեր դիտարկումը կարծում եմ հենված լինելով այսպիսի տրամաբանության վրա ունի կյանքի իրավունք։ Անդրադառնանք իշխանության ներկայացուցիչների քարոզարշավին, քարոզարշավը վաղուց են մեկնարկել, փորձագետները հենց այդ մասին են ասում, որ սկսել են քարոզարշավը եւ երբ Իրանում այդպիսի գործընթացներ են, Թուրքիան, Ադրբեջանը մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի են բերել զորքերը, մեզ ասում են, որ ամեն ինչ կարգին է, մեզ ոչինչ չի սպառնում եւ ուրախ ավտոբուսներով շրջագայում են տարբեր տեղեր, տարբեր ուտեստներ կամ ուտելիքներ համտեսելով։ Պարոն Մելքոնյան, Հայաստանի իշխանությունների այս կեցվածքը, նաև այն հանգամանքը, որ Իրանը արդեն ունի նոր հոգևոր առաջնորդ Խամենեիի որդին Ռուսաստանից հասցրել են արդեն շնորհավորել։ Չգիտեմ, կշնորհավորեն թե ոչ։ Ընդհանուր առմամբ Իրանում ինչպես են դիտարկում։ Ես բնականաբար իրանագետ չեմ եւ իմ իրանագետ ընկերների, գործընկերների հետ այսպես զրույցներով կարող եմ իմ համեստ գիտելիքները մի փոքր ավելի համեմել նրանց կարծիքով, Նաև որպես նրանց պատմական կարծիքներով։ Ես ավելի շատ հարցը դիտարկեմ այլ կոնտեքստում, քան թե Իրանի արձագանքների։ Տեսեք, նայեք, տարածաշրջանը մեր միշտ լարված տարածաշրջան է։ Մեր Արևելքը, Կովկասը եւ այլն եւ այլն։ Եվ այս տարածաշրջանում այն խաղի կանոնները, որոնք կան ավելի հանգիստ տարածաշրջաններում, օրինակ Եվրոպայում, այս տարածաշրջանում դրանք չեն կարող լինել, ուղղակի չկան։ Եվ դա նաև տարբեր պատմական դեպքերի, դասավորվածության եւ այլն ազգային առանձնահատկությունների նշանակ ազգային, հետո այստեղ բաժանարար գծերը, որոշակի քաղաքակրթական բաժանարար գծեր կան, կրոնական եւ այլն եւ հետեւաբար որևէ իշխանություն Հայաստանում այս տարածաշրջանում անավանդ լարված իրավիճակներում պատերազմական չի կարող նման անհոգության մակարդակ ունենալ։ Ուղղակի չի կարող։ Եվ դրա համար ես եզրակացնում եմ երկու բան, հա, առաջինը այս իշխանությունները ուրեմն ունեն տոտալ այսպես անպատասխանատվության այնպիսի աստիճան, որ միգուցե չեն էլ գիտակցում, որ տարածաշրջանում այնպիսի վիճակ է, որ իրենք պարտավոր են մի քիչ ավելի լարված ռեժիմով աշխատել եւ հիմա բացատրեմ մանրամասն եմ ասած, որովհետեւ կարող են հակադարձել, ասել ինչ անենք, հո մենք պատերազմի մեջ չենք մտնելու, մենք այդ ներուժը չունենք, դրա կարիքը չունենք եւ այլն եւ այլն։ Ոչ ոք չի ասում պատերազմի մեջ մտնի, բայց երբ որ քո շուրջ բոլորը այրվում է, հա պայմանական ասած, եթե հարևաններիդ, երկու հարևաններիդ հողամասերը այրվում են, դու գոնե դույլով ջուր ես պահում քո պատի երկայնքով ինչ որ ձևով այն կանխելու համար կամ ինքդ ես փորձում հարևանիդ հրդեհը մարելուն ինչ որ ձևով նպաստես։ Այսինքն ասածս ինչ է, որ դիվանագիտական աշխատանք Հայաստանի դերը, որ եւ Արևելքում ունի որոշակի այսպես ճանաչվածություն եւ կապեր եւ Արևմուտքում միգուցե ոչ թե Փաշինյանը եւ իր իշխանությունը, այլ Հայաստան պետությունը, հայ ժողովուրդ, միգուցե դրանք օգտագործելով ինչ որ մի դերակատարում ստանձնել, ինչ որ մի միջնորդի կամ դիվանագիտական այս խողովակները ամրապնդելու, ինչ որ նպաստելուն քայլ անել, ոչ մի բան այդ ուղղությամբ չկա, հետեւաբար այս տոտալ անհոգությունը կամ դրա իմիտացիան, ես կարծում եմ բավական բացասական մեսիջ է հասարակության, այսինքն ինքնախապեյության մեսիջ է, որ սիրելի հասարակություն, հանգիստ եղեք, ոչ մի բան չկա, մենք շարունակում ենք, դուք էլ մերպես կուկուռուս կերեք, հանգիստ ձեր համար ոչ մի բան չկա։ Էլ չեմ խոսում այսպես ինչպես կարող եմ ձևակերպել հարևանի հանդեպ
ինչ որ համերաշխության գոնե ֆիկտիվ կամ իմիտացիոն դրսևորման, որ հարևանիդ մոտ 40 օրյա սուք է, գերագույն օգեր, ուրեմն առաջնորդի սպանության, այդքան զոհերի, աշակերտների եւ այլնի, դու գոնե մի քիչ պետք է քո այդ ահվածքի այդ անհոգության մակարդակը մի քիչ իջեցնես, բայց սա ել եմ ասում, սա իրենց համար հասանելի մտքեր չեն, սա իրենց համար ընկալելի մտքեր չեն, իրենք իրենց գիծն ունեն, քանի որ միակ իդեա ֆիքսը իշխանության մնալն է, եւ երևի թե Թրամփը այդ WhatsApp-ի համարը տալով իրենց տվել է մեծ ինքնավստահություն, իրենք զբաղվում են այլ խնդիրներով։ Եվ երկրորդ այս առումով, եթե նույնիսկ գիտակցում են, որ պետք է այնուամենայնիվ մի քիչ ակտիվություն ցույց տան, իմ կարծիքով նաեւ շատ հստակ գիտակցում են, որ իրենց քաղաքականության շնորհիվ Հայաստանը հայտնվել է այնպիսի զրոյական գործոնի կարգավիճակում, որ իրենցից ոչ մի բան կախված չէ։ Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք այս ամբողջ թեմայի մեջ չկան, իրենք որևէ կերպ չեն կարող անգամ, ասենք ինչ որ դրական դեր խաղալ, այդքան լավ հարաբերություններ ունեք արևմուտքի հետ, Իրանն էլ ձեր անմիջական հարևանն է, միգուցե մտածեիք, որ կարող եք դեր խաղալ, բայց ոչ, դրա համար հասկանալով, որ իրենք ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ այս մեծ խաղերի մեջ, իրենք հասկանում են, որ իրենց գործունեության ոլորտը ուրիշ է։ Հա, դա կարող է լինել դպրոցների շինարարություն, կախիչների ստուգում, դա կարող է լինել այլ բաներ, բայց այս մեծ խաղը չէ։ Եվ Հայաստանի այսպես շուրջ բոլորը այս թեժ իրավիճակի հանդեպ ինչ որ զսպող մեխանիզմներ կամ հավանական սցենարներ մշակելը չի, իրենցը ուրիշ բան է, ավելի իմիտացիոն, իրենք զբաղվում են դրանով։ Ես կարծում եմ, որ այս երկրորդ այսպես տեսությունը նույնպես շատ մոտ է իրականությանը, հասկանալով, որ ոչ բան չեն կարող անել, ասում են դե հիմա ինչի մենք մեր պլաններից շեղվենք, շարունակենք մեր երկու պարը, որոշենք թե որ երկն ենք դնելու ավտոբուսում, շարունակենք մեր այդ գործերը։ Ուղղակի անկեղծ եմ ասում, եւ տեսակ անբնական է։ Շատ հետաքրքիր անբնական է, որ շուրջ բոլորը պատերազմ է, դու ոնց որ լիովին թեմայից դուրս լինես, դու ոնց որ լրիվ ուրիշ հարթությունում ապրես, մի հատ հետաքրքիր տերմին կա, կոչվում է, եթե չեմ սխալվում, պար հրաբխի վրա, որ հրաբուխ է, այսինքն արդեն եռում է հրաբուխը պիտի բան լինի, պայթի, դու այդտեղ պարում ես։ Դա ինչ է նշանակում, պայմանական, այլաբանական այդ խոսքը, որ հավանական վտանգի պարագայում դու չունես համապատասխան adekvat արձագանք ու պարում ես հրաբխի վրա, որը անպայմանորեն վատ հետևանք է ունենալ։ Հիմա ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների պահվածքը այդպիսի հրաբխի վրայի պարի ուրեմն տպավորություն է թողնում ինձ մոտ։ Իսկ ինչ վերաբերում է շնորհավորելուն, չեմ տեսել մինչ այս պահը գերագույն առաջնորդին, միգուցե լինի ինչ որ ուշացումով, բայց տեսեք իրենց այսպես շատ պրիմիտիվ դիվանագիտություն, միգուցե իրենք մտածում են խորքային դիվանագիտություն, բայց այնուամենայնիվ նայեք ինչա։ Օրինակ Իրան, բանը Ալիևը այցելեց Բաքվում Իրանի դեսպանություն եւ ցավակցեց։ Փաշինյանը չայցելեց։ Ես չգիտեմ, ընդհանրապես իշխանությունից ինչ որ մարդ գնաց Իրանի դեսպանություն Սքոմատյանին, երևի ինչ որ ոչ որոշակի դեմքեր միգուցե գնացած լինեն։ Հետո զանգը իրանցի պաշտոնյաներին, հա, նույն արտգործնախարարին կամ նախագահին, հա, պաուզայով մի քիչ ուշացած, ես ենթադրում եմ, որ իրենց այդ խորքային դիվանացիայում իրենք սա ներկայացնում իրենց արևմտյան գործընկերներին, որ տեսեք մենք նա զանգեց 5 ժամից, մենք զանգեցինք 15 ժամից, Վենսը թող տեսնի, որ մեզ աջակցում է, թող ավելի մեզ աջակցի։ Այսինքն այսպիսի sense պրիմիտիվ դիվանագիտության դրսևորումներ կա, որը չեմ կարծում լիովին պատահական է։ Այսինքն այդ պաուզաները, հա, ուշ զանգել ուշ։ Ադրբեջանում ինչ որ երրորդական կարևորության տոն է լինում, առավոտ 8:05 զանգում շնորհավոր բան, ինչ որ շնորհավորական ուղերձ են։ Ամենաառաջիններից մեկն է լինում։ Չգիտեմ, բայց դե ենթադրում եմ, որ այնուամենայնիվ չեն կարող չշնորհավորել նոր առաջնորդին, բայց երևի հիմա այսպես բարդ վերլուծության առաջ են, թե ինչ անեն, ոնց անեն այդ շուտ այդ հարցը լուծեն, որ
ուրեմն շարունակեն ուրախ ավտոբուսով երթևեկել։ Պարոն Մելքոնյան, անդրադառնանք ներքաղաքական իրավիճակին, քաղաքական ուժերը լծվել են 2026-ի հունիսի 7-ի համապետական խորհրդարանական ընտրությունների աշխատանքներին։ Այնինչ տեղի է ունենում ներքաղաքական ներկապնակում, իշխանությունների դիրքավորումը հանրության աչքին ինչպիսին է, նույն այդ ուրախ ավտոբուս այցելությունները կամ մարդկանց հետ շփումները ինչի մասին են խոսում։ Գիտեք, ես ինչքան որ հետևում եմ, դե այսպես շատ հետաքրքրված չեմ, ճիշտն ասած, այս պահին գոնե, ես տեսնում եմ հետեւյալը, որ Փաշինյանը իրոք սկսել է այդ քարոզարշավը եւ այդ այցելությունները տարբեր մարզեր եւ այլն, եւ եթե իրենք իրատեսության սահմաններում լինեն, ապա կտեսնեն, որ կա օբյեկտիվ դժգոհության շերտ, ընդ որում անգամ այսպես իրենց պատկերացածով լավ գործ արած վայրերում, հա, որտեղ չեմ դպրոցեն սարքել կամ ճանապարհ կամ մանկապարտեզ եւ այլն, կա դժգոհություն։ Եվ այստեղ նաեւ իմ կարծիքով շատ այդ ներքաղաքական բաների մեջ չմտնելով, այստեղ մենք կարող ենք տեսնել պոպուլիզմի ճգնաժամը։ Այսինքն Փաշինյանի այդ ամբողջահաճո այսպես խոսքերի, ելույթների ճգնաժամ, որ երբեմն ինչպես ասում են ինքն էլ է սրիվ տալիս եւ ասում է դե ինչու իմ աշխելքն ասա ինչու ես ձեր համար այսքան բան կառուցեցի բան որը հակասում է իր մյուս խոսքին որ սիրելի ժողովուրդ սիրում եմ ձեզ խոնարհվում եմ ձեր առջև դուք միշտ ճիշտ եք եւ այլն մենք ունենք 3 միլիոն վարչապետ հա այսինքն այդ իր պոպուլիստական ռետորաբանության ճգնաժամի տարեր կան արդեն որ այսինքն ինքն էլ չի դիմանում եւ երբեմն բախվելով իրականության հետ ուրեմն այդպիսի այսպես դրսևորումներ ունենում իսկ մնացածը արդեն երբ որ պաշտոնապես սկսվի քարոզարշավը ավելի հստակ կերևա բայց այն որ մեր հասարակությունը երկու խնդիր կա որ ինձ անհանգստացնում այն որ գեր անջրպետված է եւ կան այսպես բավական լուրջ իրար միջև անջրպետներ որը պարակտում է հասարակության միասնությունը դա խիստ մտահոգիչ է որովհետեւ Հանրապետությունում ընտրություններ սիստեմատիկ եղել են եւ պետք է լինեն, չեմ 4 տարի, 5 տարին մեկ, հա, եւ ամեն անգամ դա վերածվի հասարակության ճշնամանքի գեներացիայի, ես կարծում եմ, չի կարող նպաստել մեր հասարակությանը, չի կարող նպաստել մեր պետությանը, այնինչ որ մենք հիմա դա դրա տարերը տեսնում ենք, նախորդիվ է ճշնամանքի հրահրած ճշնամանքի շարունակությունը եւ երկրորդը, որ այս բարդ տարածաշրջանում ցավոք սրտի մեր հասարակության ներկայացած նարատիվները ավելի շատ կառուցվում են կենցաղային, նյութական, տնտեսական ինչ որ շահերի շարժառիթների վրա, իսկ ավելի լուրջ վերլուծություններում նկատվում է պրիմիտիվիզմի ակնհայտ տարրեր, որ մեզ ոչ մի բան չի անի, Թրամփը մեզ չի թողի խփեն, մյուսը սենց եւ այլն, այսինքն հասարակությունը այդ անվտանգային կամ վտանգի գիտակցումից մեծ մասը բավական հեռու են կամ մի քիչ այլ կերպ են նայում, որը ճիշտ չէ, որտեղ ես կարծում եմ ցանկացած իշխանության համար ոչ թե հասարակության վախեցնել, այլ նման բարդ ռեգիոնում գոյություն ունեցող պետության հասարակությանը պետք է գոնե պատրաստել եւ իրականությունը ներկայացնել, որպեսզի հասարակություն պատրաստված լինի։ Հիմա մենք դրա օրինակը Իրանում տեսնում ենք, չէ՞, որ Իրանի հասարակությունը տասնամյակներով գիտեր, որ կարող է իր վրա հարձակվեն, գաղափարապես ինչ որ կայունացած էր, թեկուզ որ հասարակության մի հատվածը չէր ընդունում կրոնական սահմանափակումները, ձգտում էր ազատ կյանքի եւ այլն, բայց պետության գիտակցումը լիովին այլ է, վտանգի գիտակցումը այլ է, ճշտամու գիտակցումը այլ է եւ այլն, եւ ես կարծում եմ, որ մենք լրջորեն թերացել ենք մեր հասարակությանը այս տարածաշրջանի վտանգների, սպառնալիքների կոնտեքստում adekvat, այսպես պատրաստելու ուղղությամբ եւ դրա դրսեւորումները հիմա տեսնում ենք երբեմն այդ ձևակերպումները, չգիտեմ, հարցումների, բաների ժամանակ փողոցում մարդկանց եւ այլն այդ ձևակերպումները ինձ շատ են մտահոգում, որ ինչպես կարող է մեր հասարակության մեջ լինեն մարդիկ, որ մի ժամանակ շոկի են ենթարկում, ասում էին, դե Շուշին հայկական չէր, Արցախը հայկական չէր, տվեցինք եւ այլն, հիմա այդ նույն նարատիվի շարունակությունը, որ դե ով է ասել, որ Ադրբեջանը մեր հանդեպ ճշտամանք ունի, կան իրար հետ լավ կապրենք եւ այլն, կամ այդ կոնտեքստում ով է ասել, որ մենք մեր վրա կհարձակվեն, կամ ով է ասել, որ մեր հանդեպ սպառնալիք կա եւ այլն, դրանք կարծում եմ խոսում են այսպես քաղաքացիների մոտ
իրական վտանգի գիտակցման մակարդակի որոշակի ոչ բավարար լինելու մասին, որը ոչ միայն այդ քաղաքացիների, այսպես կարելի ասել ճակերտավոր մեղքն է, այլև այն ռոպագանդայի, որը իրականացվել է տարիներ շարունակ։ Այսինքն հաջորդ իշխանությունները ահագին գործ ունեն անելու։ Եթե նույն իշխանությունները չմնան, վստահաբար ահագին գործ ունեն անել։ Պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա իմ հյուրն էր պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Կհանդիպենք վաղը։